Ողջույն սիրելիներս, բարի գալուստ իմ ալիք, ահա ես ու կրկին իմ զարդերը, նրանք ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ ես կոլեկցիոներ եմ, հավաքում եմ վինտաժային ու անտիկ բյուժուտերիա, իսկ այսօր ես կներկայացնեմ իմ ականջողերը, վաղուց չենք նայել իմ զարդատուփերը, հիմա միասին կնայենք, կուսումնասիրենք մանրամասնորեն։ Ես չեմ կարող ասել կխոսեմ, թե երաժշտություն կմիացնեմ, բայց ամեն դեպքում կփորձեմ որոշ զարդեր ներկայացնել։ Դե գնացինք սիրելիները, շատ բան կա նայելու, երբ ես քանդում եմ դարակները, հանում եմ իմ զարդերը, ես ինքս էլ եմ զարմանում, թե ինչքան բաներ ունեմ, ինչքան գեղեցիկ զարդեր ունեմ ձեզ ցույց տալու։ Դե հիմա կնայենք առաջի իսկ հանդիպակաց զարդերը, որոնք արդեն ձեր իսկ առջևում են։ Ահա կենտրոնական մասում ես տեղադրել եմ հեմատիտե էլեմենտներով մի շարք ականջողեր, ահա դրանք ձեր իսկ առջևում են։ Այս մյուսը էմալապատ է, բրենդային, իսկ այս մյուսը առյուծների գլխիկներով, դա ավելի շատ կարծի է բրենդին է բնորոշ, ահա մարգարտե էլեմենտով և երկու կապույտ էլեմենտով ականջողեր, որոնք բլումաղին իմ սիրած գույնն է և ես սև գույն ընդհանրապես չեմ սիրում, թե հագուստի մեջ, թե զարդերի մեջ, ինձ ինչպես շատ մարդկանց այդ գույնը ասոցացվում է սգո գույնի հետ, և ես չեմ սիրում հաճախ կրել սև հագուստներ կամ սև գույնի զարդեր։ Թեպետ իմ աչքերը սև են և նշաձև, ինձ սազում են սև էլեմենտով ականջողեր, բայց ես աշխատում եմ կրել մուգ կապույտը կամ էլ այս հեմատիտե ականջողերը, որոնց էլեմենտները ավելի սեռին է խփում հեմատիտի գույնը, քան սևին, թեպետ գիտենք, որ հեմատիտը երկաթի օքսիդ է և իր մեջ պարունակում է երկաթ, բայց այնուհանդերձ կա նաև մոխրագույն երանգներ։ Այս ձախ կողմի ականջողերը տոնական են ավելի, մեծ չափսերի, իսկ աջ կողմում արդեն մարգարտե էլեմենտներով ականջողերն են, այս մյուսն էլ է ավելի տոնական, ամենամեծ էլեմենտներով մարգարտե, այս երկուսը արդեն միջին չափսի են։ Դե այսքանը ես կհավաքեմ, որպեսզի անցնենք հաջորդ ականջողերին, սիրելիներս։ Հիմնականում բոլորը կլիպսներ են, մի քանիսն են, որ պուսետներ են։ Հիմա կասեմ որոնք են դրանք։ Ահա այս երկուսն են պուսետներ, մնացածը բոլորը կլիպսներ են։ Ես սիրում եմ կրել կլիպսներ։ Ինձ դուր է գալիս վինտաժային ականջողերը, հարմար է, արագ կպցնում ես և դուրս ես գալիս։ Իսկ ինչու եմ սիրում կլիպսներ, որովհետև կլիպսները ընդամենը պետք է տեղադրել ականջների վրա։ Շատ հարմար է սրանք, ուղղակի կպցնել ականջների վրա և դուրս գալ։ Շատ հարմար է այսպիսի կլիպս ականջողերը տեղադրել արագ ականջների վրա, քան այսպիսիները, որոնք պետք է նախ տեղադրել, հետո էլ վերջում ինչ-որ հարմարանքով ամրացնել, և որպես կանոն այս փոքրիկ բաները միշտ կորում են, չէ՞, այս ականջողների հետևի այս մեխիկների վրա, որ կան այս բաները, որպես կանոն միշտ կորում են, բայց այս դեպքում հենց ականջողի վրա է այդ հարմարանքը և չի կարող կորել։ Իսկ դուք պատրաստ եք տեսնելու իմ աղջնակի ականջողերը, այս բոլոր ականջողերը նա կրում է, ինչպես տեսնում եք, տարբեր գույների, տարբեր ոճի ականջողեր, մեկը մյուսից ճոխ։ Հիմա նայենք մոտիկից որոշ ականջողերը, կարծում եմ ձեզ կհետաքրքրի։ Այ օրինակ սրանք օղակներ են, կիսաօղակներ են և համ ներսի հատվածում կան քարեր, համ դրսի հատվածում, շատ էլեգանտ ականջողեր են, նրա սիրելի ականջողերից մեկն է։ Սրանք կլիպսներ են, գեղեցիկ, այսպես նստում է ականջի վրա, գեղեցիկ մարկիզներով, այդպես են կոչվում այս քարիկները, նշաձև ֆորման այդպես է կոչվում։ Ահա հետևի հատվածը և դիմացի, շատ հավես ականջողներ են, նուրբաճաշակություն ուղղակի։ Այս մյուս ականջողերը նույնպես կլիպսներ են, երկու փոքրիկ սրտիկներ, մեկը ոսկեգույն, մեկը բլում աղին գույնի, երկու հատվածներն էլ նույն չափսի են։ Սա էլ հետևի հատվածն է, տեսեք ինչ փոքրիկ ու նուրբ կլիպսներ են, խոշոր չի այս հետևի հատվածը, ճիշտ և ճիշտ ականջողերի չափսի։ Կոկիկ յուտնի ականջողեր, ինչպես ինքն է ասում։ Այս երկուսը նույն ֆորման ունեն, սա ոսկեգույն լոկանիկ, իսկ սա կապույտ բլումաղին կենտրոնական էլեմենտով և ստրազաներով, այս մյուսը ունի մարգարտե կենտրոնական էլեմենտներ և կարմիր էմալ, կարմիր կլիպսներ և առհասարակ ականջողեր հազվադեպ են հանդիպում։
Սա արդեն ոսկեգույն տարբերակն է մարգարտե էլեմենտով, սա իր սիրելի ականջողերից մեկն է, քարը քարի վրա, ինչպես տեսնում եք, սա իմիտացիա է արված ծեծված քարի։ Իսկ այս մյուս ականջողերը արդեն բրենդային են, Բուշե դիզայների աշխատանքն է, թանկարժեք ականջողեր են, շուկայական արժեքը 80 եվրոյի է հասնում։ Եվ հիմա տարբերությունը նայեք լուծիտի եւ հասարակ ապակու։ Անգամ տարբեր է նրանց հնչեղությունը։ Ահա մարկիրովկան Բուշե, տեսնում եք։ Ասեմ, որ այս չափի ականջողերը ամենամեծ պահանջարկը ունեն եւ իսկապես իրենց լոկանիկությամբ եւ գեղեցկությամբ նաեւ նույնպես, ինչպես նաեւ որպես դիզայներական աշխատանք, այն մեծ պահանջարկ ունի վինտաժային շուկայում եւ միջին արժեքը 70-ից 80 եվրո է։ Թվում է մի փոքրիկ ականջողեր, բայց արդեն մարկիրովկան փոխում է ամբողջ վայբը ականջողերի, այն դառնում է ցանկալի, հրաշալի եւ նաեւ գինն է բարձրանում։ Տեսնենք ներկա պահին ես ինչ ականջողեր ունեմ։ Ավելի չափսերով խոշոր են իմը, որովհետև ես սիրում եմ երևացող զարդեր։ Այս սրանք պոդիումային 80-ականների զարդերից են, վինտաժ շիկ է համարվում, եթե այստեղ թվիդային կտորի տեսքով ֆակտուրա կա, այստեղ սպիտակ եւ ոսկեգույն մետաղների արկայություն։ Ես սիրում եմ ականջողները, որ նույնպես ունենան ֆակտուրա, ոչ թե ընդհանրապես ասենք հարթ ոսկեգույն կամ արծաթագույն մետաղ թիթեղ կամ օղակ, այլ ունենան բարդ կառուցվածք եւ ֆակտուրա, ինչպես տեսնում ենք այստեղ թվիդային տեսք, այստեղ ոսկեգույն եւ սպիտակ մետաղը, իսկ այստեղ էլ արդեն կոլաժային տարբերակ է, ինչպես տեսնում եք, ամեն ինչ կա այստեղ, ծաղիկներ, տերևներ, գեղեցիկ էլեմենտներ։ Ես ինչու մատերով չեմ բռնում ականջողերը, որովհետև ուզում եմ ձեզ լավ երևա, չծածկեմ իրենց։ Առանց այն էլ տեղից փոքրիկ են իրանք, եւ եթե ձեռքով բռնեմ, լավ չի երևա։ Սա էլ առհասարակ արծաթագույն եւ մանուշակագույն քարիկներով ականջող է։ Հիմա նայենք մյուս դարակում ինչ կա։ Այստեղ արկային գույներ, գունավոր ականջողերն են, իմ կապույտ եւ նարնջագույն պլաստիկի կենտրոնական էլեմենտներով, սա դեղին էմալով է, այս մյուս ականջողերը, իսկ սա արդեն թերմոպլաստիկ է, որը արդեն 50-ականներից, 60-ականներից շատ հայտնի դարձավ եւ պոպուլյար, բրենդային է սա, Լիսներ բրենդն է եւ այս տիպի փականները ես շատ եմ սիրում, Սաղը Կովենցին նույնպես օգտագործել է նմանատիպ փականներ, լոկանիկ ու հարմարավետ։ Ահա, այստեղ ոսկեգույններն են, առհասարակ ոսկեգույն ականջողերը։ Հիմա շրջեմ, տեսնենք ինչ ունենք։ Սիրելիներս, ես ձեզ խնդրում եմ, ես ձեզ կխնդրեի, որ իմ տեսանյութերը տարածեք ձեր ծանոթներին, ովքեր նույնպես սիրում են զարդեր, փոխանցեք այս տեսանյութերը իմ մոտիվացիայի համար, որովհետև ես շատ եմ աշխատում այս տեսանյութերի վրա, բայց դիտումները քիչ են, դրա համար շատ կուզենամ, որպեսզի չհիասթափվեմ ես նույնպես ու իմ մոտիվացիայի համար դա պետք է, թե չէ քանի ժամ աշխատում եմ յուրաքանչյուր տեսանյութի վրա, միայն նկարահանումները չի, մոնտաժը նույնպես ժամանակատար է, ինչը մնում է կադրից այն կողմ, այդ իսկ պատճառով կխնդրեի ձեզ, որպեսզի արժանագույնս գնահատեք իմ աշխատանքը եւ օգնեք այս տեսանյութերը տարածման հարցում, իսկ ինչ է հարկավոր դրա համար, ձեզանից ոչինչ չի գնում, ոչ մի պարտավորություն չեք ունենում, ընդհանրապես պետք է լայքել, որպեսզի YouTube-ը ալգորիթմները առաջ տանի ձեր լայքերի շնորհիվ եւ նաեւ եթե փոխանցում եք տեսանյութերը, այդպես նույնպես ավելի դիտումները շատանում են եւ ալիքը զարգանում է, առաջ է գնում, այդ իսկ պատճառով դուք նույնպես պետք է ինձ օգնեք, որպեսզի զարգանա այս ալիքը եւ շատ մարդիկ իսկապես գիտեն, որ մեծամասամբ բոլորը զարդասեր են, բայց չգիտեն, այս ալիքի տեղը չգիտեն ոնց որ ասում են, թող օգտվեն, իրենք էլ տեսնեն սիրուն բաներ։ Այս ականջողը անընդհատ շրջվում է, ձեռքով նորից չեմ ուզում ուղղել, փակել։ Տեսեք, լոկանիկ ականջողեր է, կարծես ներսի հատվածը գործված կլինի եւ ինքը ունի օվալաձև տեսք, շատ գեղեցիկ է։ Այս 3 ականջողները ունեն նույն չափսը, սա ընդհանրապես ոսկեգույն
Բարդ կատարումով ականջողերը, այստեղ արկա է սև կենտրոնական էլեմենտ, իսկ այստեղ ցերկոններ։ Հիմա տեսեք ինչքան տարբեր են նայվում։ Չափսը նույնն է, բայց իրենք տարբեր են։ Այս ականջողերը շատ հետաքրքիր են։ Նայեք, իրանք ունեն այստեղ մատովի երանգ, իսկ այս եռանկյունի հատվածը ոսկեգույն երանգ։ Այստեղ արկա է երկու խոշոր կենտրոնական էլեմենտներ եւ քարեր որպես շրջանակ, իսկ այստեղ կապույտ էմալ է, էլի բլու մաղին գույնը, իմ սիրելի գույնը, եւ կա զարդանախշեր։ Ականջողերը ջինսից վերխերի հետ եմ հագնում, շատ սիրուն է նայվում, շատ գեղեցիկ, եւ էլի այն ցանկալի չափսն է բոլորի համար։ Այստեղ այս բոլոր ականջողերը այդ միջին չափն է, որը բոլորին հարմար է կրելու դեպքում, հարմարավետ է ու գեղեցիկ է նայվում, ոչ մեծ է, ոչ է շատ փոքր աննշան։ Այս բլու մաղին ականջողերը իմ ամենասիրելի ականջողերն են, սրանք նույն չափի են, ինչպես այս մյուս կապույտը, այս գեղեցիկ ականջողերը նույնպես կլիպսներ են, բայց տարբերությունը ինչու՞մն է կայանում, նրանք երկուսն էլ նույն չափսի են եւ ունեն նույն գույնը, չէ՞։ Պարզապես այս ականջողերը հետևի հատվածը բաց է այս ականջողերի, եթե նկատում եք, ահա այս հատվածը փակ չի։ Այս երկու ականջողերը ճիշտ եւ ճիշտ նույն չափսի են, ունեն նույն ֆորման եւ նույն գույնը, բայց ինչու՞մն է կայանում տարբերությունը։ Սա ավելի մուգ է, քանի որ էմալ է, ունի ոսկեգույն օրնամենտ իր վրա, իսկ սա բաց է գույնը, քանի որ ականջողի հետևը փակ չի, բաց է, այդ պատճառով ականջողը սկսում է լույսի հետ խաղալ եւ ավելի շողշողում, պայծառ տեսք է ստանում։ Երկուսն էլ սիրում եմ, այս մեկը ցուրտ մռայլ եղանակին եմ հագնում ջինսերի հետ, իսկ սա ավելի պայծառ օրերին, երբ արև կա, լուսավորություն կա դրսում եւ սկսում է գույնային խաղը ականջողի, ինձ դուր է գալիս։ Անցնենք առաջ, ժամանակը քիչ է, իսկ մենք շատ նայելու բան ունենք։ Երկու օղակներ, կենտրոնական էլեմենտը աստղ, այստեղ կա գունային էլեմենտներ, կարմիր, կապույտ, կանաչ, այս սա շատ գեղեցիկ է ականջների վրա նայվում, երկու երկրաչափական պատկերներ, տեսա արդեն ծաղիկներով է, էմալ, քարեր, ոսկե մետաղ, ամեն բան արկա է, այստեղ էլի ոսկեգույն մետաղ եւ սպիտակ եւ փայլուն թափանցիկ էլեմենտներ, սա Սառա Կովենտի բրենդն է, փիրուզագույն եւ արծաթագույն կատարմամբ, սա արդեն գունավոր շորիկների հետ ականջողերը սիրամարգի էլեմենտով եւ կարծես պոչիկի նման գույնզգույն կախովի հատված, այս ականջողերը ունեն երկու հատված, հետևից էլ է այսպես է կոչկվում, կախվում, դիմացից էլ այսպես, կարծես ուղղակի երկու ականջող լինի։ Սովորաբար այսպիսի նուրբ ականջողեր այդքան էլ չեմ սիրում, բայց երբ եմ կրում սրանք, երբ որ ես այլ զարդեր եմ ունենում, խոշոր բրոշներ, վզնոցներ մասիվնի եւ ականջողերը բնականաբար պետք է մի փոքր փոքրիկ ու աննշան լինեն, մեկը մյուսին զիջեն, այսպես ասած։ Այս երկու գեղեցիկ ականջողերը դնենք այստեղ, իմ ու աղջկաս սիրելի ականջողերն են։ Հիմա ես ձեզ ցույց կտամ այս մյուս ականջողերը։ Ահա, Ultima Edition բրենդն է, որը օգտագործում է մեծ քանակությամբ արծաթ իր զարդերի մեջ, շատ հայտնի է Իտալիայում եւ ողջ Եվրոպայում։ Այս բրենդը շատ սիրված պոպուլյար բրենդ է Իտալիայում եւ ողջ Եվրոպայում իր որակի համար։ Ultima Edition բրենդը իտալական արծաթագործ ընկերություն է, որը արտադրում է եզակի դիզայնի ու բարձր որակի արվեստի գործեր, գործում է այս բրենդը 1987 թվականից ի վեր, դալոն շքեղության, գեղեցկության եւ բարձր որակի բրենդ է համարվում։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ այս ճոխականջողերը, գեղեցիկ 3 մարգարտե էլեմենտներով, ոսկեգույն ականջողեր, վինտաժ շիկ, ինչպես ասում են։ Մյուս ականջողերը շատ շքեղ ականջողեր են, մատովի մարգարտե նման էլեմենտով, կենտրոնական հատվածը կողքերը շարված են մանր միկրոմարգարիտներ եւ ցիտրինային քարեր,
Ապա նայեք այս ականջողերի հետևի մասը ինչքան նուրբ աշխատանք է կատարված, ասեղնագործած կարծես լինի, մարկերովնի է, այստեղ կա բրենդը, ինչ շատ դուր են գալիս այս ականջողերը։ Հաջորդ թիվ նույնպես մարգարտե մանր էլեմենտներով և կենտրոնական խոշոր մարգարտե հատիկ էլեմենտով, գեղեցիկ գերմանական ծագման ականջողեր։ Ինչից ենք իմանում հայրենիքը, այս հետևի հատվածից այսպիսի բարակ նուրբ թիթեղներով կլիպսները արտադրվել են մասնավորապես Գերմանիայում։ Այս մյուս գեղեցիկ խոշոր էմալապատ ականջողերը շատ էֆեկտնի զարդեր են, նույնպես մարկերովնի են։ Հիմա ցույց տամ ձեզ հետևի հատվածը, սա էլ հետևի հատվածը և բրենդը։ Վականսային գեղեցիկ էֆեկտնի զարդ ամառային օրերի համար։ 3 հիասքանչ ականջողեր մանր փիրուզագույն էլեմենտներով և սպիտակ միկրոմարգարիտներով, այս մյուսը խաղողի ողկույզի տեսք ունի, իսկ սրանք ծաղկային տեսք ունեն։ 3-ն էլ կլիպսներ են, փոքրիկ հարմարավետ ականջողեր, մանր ականջողներ սիրողների համար, իդեալական չափս է սա, էլ հետևի հատվածներն են այս ականջողերի։ Խոշոր մարգարտե էլեմենտով կլիպսներ 80-ականների վինտաժ շիկը, այսպես։ Սա արդեն 70-ականներն է, ինչից ենք հասկանում իր ռետրո ոճից և հետևի հատվածից, այսպիսի կլիպսներ արտադրվել են 70-ականների ռետրո ժամանակաշրջանում։ Այս ականջողերը արդեն 60-ականներն են, դիզայնից ենք հասկանում և օգտագործված էլեմենտներից, ցիրկոններից և իհարկե հետևի հատվածից։ Նմանատիպ ականջողեր պատրաստել են 60-ականներին։ Այս ականջողերն էլ են բրենդային, իրենց օրիգինալ թսակով։ Չնայած խոշոր չափսերին, շատ թեթև ականջողեր են և կենտրոնական հատվածում առկա է բլու-մաղին խոշոր փայլուն էլեմենտը, շատ էֆեկտնի զարդ է, շատ։ Որտեղ եք դիզայներներ, բոլորը պոդիումային զարդեր եմ այսօր ես ցուցադրում։ Հագուստներ ստեղծում եք, իսկ զարդերը պակասում են ձեր մոդելների վրա։ Եթե մեր հայ երենակից Ջոզեֆը ողջ լիներ, նույն բանը կասեր ձեզ, ինչ որ ասեց հոլիվուդյան դիզայներներին հագուստի, ասեց ամեն բան իր տեղում է, բացի զարդերից։ Հիմա մենք ունենք նույն տեսարանը հայկական շոու բիզնեսում, թե կլիպներում, թե ֆիլմերում, թատրոններում, ինչպես նաև պոդիումներում զարդերը անտեսված են շատ խիստ կերպով։ Եթե հագուստներ կարողանում են ստեղծել, ապա զարդեր ոչ։ Դրա համար փնտրեք ու գտեք այն զարդերը, որոնք դեռևս առկա են իմ մոտ։ Հիմա ձեզ ցույց կտամ այս շքեղագույն ականջողերը, վենեցիան ինձ հիշեցնող կենտրոնական կարմիր էլեմենտով և արծաթագույն առնամենտով շքեղ ականջողեր։ Ովքեր են գնալու Իտալիա հանգստի, կարող են նմանատիպ զարդեր կրել։ Շատ համահունչ է նայվում արխիտեկտուրայի հետ, որտեղ այնտեղ էլ են նման առնամենտներ օգտագործված, ֆոտոների մեջ շատ շքեղ են նայվում նմանատիպ ականջողերը, որտեղ կա առնամենտ, տեքստուրա, զարդանախշեր։ Եվս մեկ պոդիումային ցուցադրությունների համար շքեղ զարդ։ Պատկերացրեք հեռվից ինչ գեղեցիկ կնայվի մոդելի վրա, մոտիկից մեզ իսկապես շատ մեծ է թվում և առօրյա կյանքում էլ դժվար թե որևիցե մեկը նմանատիպ մեծ ու շքեղ զարդեր կրի, բայց ցուցադրությունների համար այն է, ճիշտ այն է, ինչ հարկավոր է։ Զարդերն են ամբողջացնում լուքը և ստանում այն կերպարը, ինչը անհրաժեշտ է։ Դրա համար երևի չեն գտնում դիզայներները նմանատիպ զարդեր, իմ տեղն էլ չգիտեմ։ Դրա համար եմ ասում, տարածեք այս տեսանյութերը, հարգելիներս։ Շատ գեղեցիկ ականջողեր, որտեղ առկա է մատովի երանգ և ոսկեգույն երանգ մի ականջողի վրա։ Այս ականջողերը ամուսնուս նվերն է մեր աղջնակին։ Նա նույնպես կողմ է վինտաժին և հարգում է վինտաժը շատ։
Եվ այս փոքրիկ ականջողերն եմ ուզում վերջում ձեզ ներկայացնել ափե ծածկույթով Aurora Borealis գեղեցիկ վինտաժային ականջողեր է։ Հետևի հատվածից հասկանում ենք, որ խորը վինտաժային ծագում ունի, 50-ականներից հետո արտադրված ականջողեր է, այսինքն կարող է և լինել 50-ականների սկզբին, որովհետև ափե ծածկույթը հենց այդ տարիներին է նորաձև և պոպուլյար եղել և լույս աշխարհ եկել, բայց լավ է պահպանվել այս ականջողերը։ Հիմիկվա ստեղծված որ զարդը 70-80 տարի կյանք կունենա, եկեք ճիշտը ասենք, ոչ մեկը անգամ մի քանի անգամ կրելուց հետո փայլը կորում է, գունաթափվում է, տեսքը կորցնում է և մենք չենք կարողանում կրենք, ուր մնաց մեր, հետո փոխանցենք մեր երեխաներին կամ հետագա սերունդներին, չկա նման որակ։ Այս ականջողերը իտալական ծագման են, հայրենիքը Վենեցիա, Իտալիայից եմ գնել։ Կախենք այստեղ։ Այստեղ ինչպիսի գեղեցիկ հյութեղ ելակներ։ Սա ֆրանսիացի աղջիկ էր վաճառողը, Իրանից եմ գնել։ Ապակուց է, բայց շատ թեթև են։ Ես չգիտեմ ինչ ապակի է։ Համենայն դեպս պլաստիկ չի։ Բոլորդ էլ գիտեք, որ պլաստիկից բաներ ես չեմ սիրում առհասարակ առօրյա կյանքում, խոհանոցում։ Առհասարակ կյանքում ոչ մի բնագավառում չեմ սիրում պլաստիկ, մանավանդ պլաստիկի ոչ մի տեսակ իմ համար ընդունելի չէ։ Եվ ուզում եմ ձեզ ցույց տալ այս գեղեցիկ ականջողերը, ոսկեջրած, վինտաժային 24 կարատ ոսկե պատված ականջողեր են, որոնք վիզուալ կարող են երկարացնել յուրաքանչյուրի պարանոցը։ Երկու ականջողեր, որոնք գնել եմ Իտալիայից, մեկը, մյուսը Ֆրանսիայում եմ գնել, և ինչն է իրենց կապող թելը, խեցու կտորներից են բնական պատրաստված երկուսն էլ։ Ընդունված է ասել սադաֆ է ականջողերը, բայց իրականում ռակուշկայից են ստանում սադաֆն էլ, խխունջների կտորներից։ Եվ հիմա ցույց կտամ ձեզ վերջերս ցուցադրած իմ ականջողերը, որոնք նույնպես գնել եմ Իտալիայից։ Վերջի տեսանյութերից մեկի ժամանակ ցույց եմ տվել։ Ահա հետևի մասը, շատ լավ ընկերություն է արտադրել, և այս ականջողերը ինձանից խնդրեց գնել իմ բաժանորդուհին, նրան շատ էր դուր եկել այս գեղեցիկ մեղրագույն օրնամենտով ականջողերը։ Ես սիրով կզիջեմ նրան, որովհետև նա էլ է շատ սիրում բիժուտերիա։ Եվ կեզրափակեմ ես իմ ականջողերի ցուցադրությունը վերջին ականջողով, որը նվեր եմ ստացել։ Նա ձեզ ցույց կտամ այս ականջողերը, որը նվեր էի ստացել։ Այն կնոջից ումից գնել էի զարդեր, նա ինձ ուղարկել էր այս գեղեցիկ ականջողերը նվեր և վրան տպել է իմ լոգոն LS, ահա այստեղ տեսեք LS։ Հավանաբար նա զարդագործ է, եթե ունի նման հնարավորություն զարդերի վրա ինչ-որ բան փորագրելու։ Եվ այս գեղեցիկ ականջողերով ես կսահմանափակեմ իմ այսօրվա տեսանյութը, սիրելիներ, հիշեցնում եմ չմոռանաք լայքել, տարածել այս տեսանյութերը, որպեսզի հավաքեն ավելի շատ դիտումներ և ես ստանամ մոտիվացիա ավելի գեղեցիկ տեսանյութեր ձեր համար պատրաստելու։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը, կարծում եմ հավանեցիք դուք իմ տեսանյութը և կհավանեք նաև լայքելով։ Վստահ եմ, որ կտարածեք այս տեսանյութը, սիրելիներ, շատ շուտով կհանդիպենք, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։